վարչապետն ասաց, որ ըստ էության, եթե խորհրդարանական ընտրություններում այնպես ստացվի, որ ընդդիմությունը հաղթանակ տանի, ապա աշնանը Հայաստանին պատերազմ է սպառնում։ Ես ուզում եմ որպես գերատեսչության ղեկավար ձեզ հարցնել, կան ինչ-որ փաստական տվյալներ, ինչ-որ ինֆորմացիոն տեղեկատվություն ունի ՊՆ-ն, որ իսկապես ինչ-ինչ ուժեր, օրինակ ակնարկը ըստ էության Ադրբեջանին էր ենթադրում են վերաբերվում, որ այդ դեպքում կարող է պատերազմել Հայաստանի դեմ։ Բայց հստակ չի, ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ։ Այսինքն նոր բան էստեղ ասել, ով է ասել, որ տարածքային պահանջ կա կողքի երկրներից, որ հայտարարությունը կոնկրետ դուք կհամարեք։ Բայց եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը։ Բայց ով է ասում, որ պետք է շարունակվի ընդդիմությունից, դա եմ հարցնում։ Գրեթե բոլորը։ Չէ, կոնկրետ հայտարարություն։ Այսինքն քաղաքական գնահատականներ են դրանք, պապիկյան։ Դա քաղաքական գնահատական չի։ Այդ քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու։ Չէ, նկատի ունեն վարչապետի պնդումը պատերազմի մասին, քաղաքական գնահատականներ են, ոչ մի փաստական բան չկա։ Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը վերելու է պատերազմ։ Նոր բան չէ։ Պապիկյան, տեսեք, այս օրերին ընտրություններին չնայած դեռ որոշակի ժամանակահատված կա, բայց քաղաքական ուժերը, որոնք հիմնականում մասնակցելու են ընտրություններին, ներկայացնում են իրենց անվտանգային մոդելը, պատկերացումները, այդ թվում զինված ուժերի բանակի վերաբերյալ, վերջերս ներկայացրեց նաև այդպիսին Սամվել Կարապետյանը, նրանց ձևավորած ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարում են մեծ թվով դրոնների ձեռքբերման մասին, ընդհանրապես ինչպես կարծականք եք։ Դե դժվար է հիմա ասել Սամվել Կարապետյանը ինչ-որ բան է հայտարարել։ Ես հիմա պիտի հասկանամ, մենք գործ ունենք արհեստական բանականության, թե իրական մարդու հետ։ Երբ իրական կլսենք նրան, գուցե այդ ժամանակ արձագանքեմ իրեն։ Բայց հաշվի առնելով, որ պրոցեսներ են տեղի ունենում եւ հասարակությունը այնուամենայնիվ նաեւ արհեստական բանականությանը առերեսվում է եւ գուցե պիտի լուրջ վերաբերվի, որովհետեւ մենք աշխատում ենք վիրտուալ մարդկանց հետ եւ ոչ իրական, բնականաբար պիտի վիրտուալ մարդկանց մասին խոսենք, հաշվի առնելով, որ երեք արդեն նրանք տեսանյութեր էին տարածում, որոնք մեղմ ասած հարիշ չէ ոչ քաղաքական ուժին եւ նաեւ կա խաղանների, չգիտեմ, այլ պատկերներով, ինչ որ արհեստական բանականությամբ ձևավորած ուժեղ մարդկանց կերպարով, ես ընդհանրապես կարող եմ ասել, որ այդ մարդիկ ուղղակի իրավունք չունեն խոսել անվտանգությունից, նույն Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հարց տա եւ հասարակությանը պարզաբանի, որ մի գերդաստան, մի ամբողջ գերդաստան չծառայած զավակներով, որդիներով, թոռներով։ Ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործչի եւ նրա զավակների մասին։ Եվ մարդ, ով ունի մի գերդաստան, որոնց մի մասը չեն ծառայում, պիտի պարզաբանում տա եւ նոր խոսի անվտանգությունից։ Ես այլ բան իրեն չեմ ասում։ Երբ կպարզաբանեն, ինչու չեն ծառայել, ինչու Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով, բայց մարդիկ փախած են, ձեր ցավը տանը։ Հարցն է, որ այդ բարձաբանումը չի դրվել նաև։ Նարեկ Կարապետյանը էստեղ է, Նարեկ Կարապետյանը ես փախչող չեմ ասում։ Նույն Սամվել Կարապետյանի տղաները ուր են եղել մինչև 27 տարեկան։ Միություն բան նախարար տեղեկություններ ունենք, դա օրինական թե անօրինական ճանապարհով բանակից ազատվել է։ Փաստ է եղել, որ այդ մարդիկ բանակից չեն ազատվել։ Այդ մարդիկ մինչև 27 տարեկանը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց չեն ծառայել Հայաստանի Հանրապետության։ Օգտվում են ինկուբար տալու։ Այ պարզապես ոչ մի ծրագրից չեն օգտվում։ Այդպես շատերն են օգտվում։ Հազարավոր քաղաքացիներ հայտ չեն ներկայացնում, քաղաքական եւ երկիրը ղեկավարելու հայտ չեն ներկայացնում։ Բայց եթե դա այդքան հայտնի Բոլորի բանակից ազատվելու համար կան համապատասխան հիմքեր։ Հարցում արեք, բոլորին պատասխան։ Պապիկյան, դուք այս շրջանում արդյոք պաշտպանության նախարարությունը հաշվի առնելով Իրանի պատերազմի ռիսկերը գնահատել է մեր անվտանգային իրավիճակը ինչպիսին է, պաշտպանությունը ինչ վիճակում է կամ ինչ ռիսկեր կան եւ շատ տարօրինակ է, որ այդ պատերազմի օրերին դուք քարոզչություն եք անում պաշտպանության նախարարը, երբ որ մեր անմիջապես հարևանությամբ սահմանին տեղի ունենում պատերազմ, քարոզչություն է անում։
համապատասխան գործառույթները չի անում։ Իսկ որն է համապատասխան Դե գործառույթները։ համապատասխան գործառույթներ, որ հաշվարկեք ռիսկերը, պաշտպանությունը մեր ինչպիսին է։ Իսկ վստահ եք, որ դա չի հաշվարկվում։ Ես Հայաստանի տեսնում Հանրապետությունում եմ, կան տեսնում եմ։ Հայաստանի Հանրապետությունում կան մարմիններ։ Անվտանգության խորհուրդ, արտաքին հետախուզական ծառայություն, ազգային անվտանգության Եվ ծառայություն։ պաշտպանության նախարարություն։ Հա, պաշտպանության նախարարությունը կա, պաշտպանության նախարարությունը իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում է։ Այսինքն դուք երբ որ գնում եք, ինչ մեսիջ է, տեսեք պարոն Պապիկյան, դա շատ ուշագրավ մեսիջ է մեր Մեսիջը մեր հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է։ Պարոն նախարար, ներողություն եմ խնդրում եմ հիշեցում, որ ընդամենը 2 օր առաջ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանի Իսլամական Նախարար 2021 Ես ձեր հարցին պատասխանել եմ։ Շարունակեք խնդրում։ Դուք որ նախարար եք պարոն Պապիկյան Իրան, ինչ օրակարգով եք եւ Հրապարակվել են։ Այնինչ հրապարակման ենթակա էր, հրապարակվել է։ Այնինչ հրապարակման ենթակա էր, հրապարակվել է։ Շնորհակալություն։ Դուք արդեն տվել եք հարց, մեր պայմանավորվածությունը խնդրում եմ պահպանել, հաջորդ լրատվամիջոցը խնդրեմ։ Ես հարց չեմ։ Պարոն Պասիկյան, ես ցանկանում եմ վերջերս վարչապետը Սյունիքում գալցան հայտարարեց, որ զենքերը ցուցադրվելու են մեր վերջին տարիներին ձեռք բերված զենքերը կա որոշակի ժամկետների ցուցադրման երբ է նախ։ Եթե ասել է, ուրեմն ցուցադրվելու են։ Պաշտոնական հայտարարություն եւ տեղեկատվություն դրա մասին կտրվի։ Խոսքը վերաբերում է հաշվետվությանը մեր հասարակությանը։ Թե 2022 թվականից հետո ինչ միջոցներ ենք ձեռք բերել։ Պարոն նախարար 2021 թվականից ի վեր Ադրբեջանը ասում է, որ Արցախը եղել է Ադրբեջանի տարածք, երբևէ Հայաստանին չի պատկանել, այսինքն դուք օկուպանտ եք եղել տարածքում։ Ես ձեր հարցին չեմ պատասխանում։ Պարոն նախարար 2021-ից ի վեր Ադրբեջանը Բայց ես Հայաստանի Նարեկի հարցին էի պատասխանում։ դիրք է կառուցել է։ Ոչ, չի կառուցել։ Այսինքն Հայաստանի ինքնաշխան տարածքում ադրբեջանական ոչ մի դիրք չկա։ Ոչ, հերքում եմ, եւս մի անգամ հերքում եմ։ Այսինքն այն տարածքները, որ Ադրբեջանը Ես այլ բան չեմ ասում։ Ես այլ բան չեմ ասում։ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել։ 21-ից ի վեր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, թե իր երկրի տարածքում Ադրբեջանը չեմ ասում առհասարակ։ իր տարածքում կառուցել է, մենք ենք կառուցում։ Որ օկուպացրել է 21-ից հետո որևէ հատվածում ինժեներական աշխատանք արել է Ադրբեջանը։ Ոչ, խոսքը դրա մասին չի։ Ես հետ եմ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ ձեր նշած Ես անձնավորությունը իրոք մասին չեմ հարցնում, ես պնդել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք է ուրիշ բան եմ ես կառուցվել։ Ես դա հերքել եմ, առհասարակ, դուք հերքում եք Ներողություն, պարոն նախարար, նույնիսկ պարոն Թորոսյանի հրապարակած այդ քարտեզում խորհրդային թվականների էլի ստուգումները ցույց են տալիս, որ այդ ադրբեջանական դիրքի մի մասը Հայաստանի Հանրապետության Նարեկ ջան, տարածքում է։ դա չի համապատասխանում իրականությանը։ Ես իդեպ ցավում եմ, որ ֆակտորը զբաղվում է նմանատիպ մանիպուլյացիայով։ Ֆակտորը փաստերից չգում է արել Ծրագրային ապահովման միջոցով։ Ես եւ ներողություն, մենք այդ պարոն Թորոսյանի հրապարակած խորհրդային տարիների քարտեզը եւ պլանետը համեմատել ենք իրար հետ եւ Բայց դրա Կապակցումը սխալ է կարել, ինչ կապ ունի իրականության հետ, հարգելից։ Կապակցումը ոչ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը եւս մի անգամ հայտարարում է նման տեղեկատվությունը իրականության չի մյուս օկուպացված հատվածները, այդ թվում նաև քաղաքական կուսակցությունների մաս կազմող լրագրողներին կամ քաղաքական դիրքորոշումներով իսկ մյուս հատվածներում, ուրիշ հատվածներում եւս տարածքներ Ուրիշ հարց։ ադրբեջանական դիրք է։ Կառավարության դիմաց ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում, նրանք պահանջում էին, որ նույն տարեթվում ծնված երեխաները, ովքեր սովորել են նույն դասարանում, ծառային համապատասխանաբար 1.5 տարի ժամկետով նման քննարկումներ պատրաստում եք իրականացնել։ Ոչ, նման քննարկումներ չենք պատրաստում, որովհետև Պաշտպանության նախարարությունը օրենքը ընդունելիս հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով, ասելով, որ դրա տակ կան հաշվարկներ։ Այսինքն դա միայն բարի ցանկություններով չի։ Ես կուզեմ, որ բոլորը կարողանան ավելի շուտ վերադառնան իրենց տուն, շատ արձակուրդ գնան, բայց մեր երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։ Պարոն Եվ վերջին նախարար, հարցը Հայաստանի օկուպացված մյուս տարածքներում տեղեկություններ կան, որ Սյունիքի, Տավուշի դիրքերում դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշը հեռացվել է։ Ունեք նման տեղեկություններ։ Ավելի ով է դա ցես տասը։ Գրել են Որ դրոշն է հեռացվել։
Հայաստանի Հանրապետության դրոշը։ Որտեղ է դրոշ եղել, որտեղ պիտի պարտադիր դրոշ Դիրքերում եղել է դրոշ, ասում են, որ Հայաստանի տարածքում դիրքերում չկա, բայց դիմացի Հարգելիներս, ես խնդրում եմ անհեթեթ մանիպուլյացիաներին տուրք մի տվեք։ Ուղղակի հորդորում եմ, որովհետև սա զգայուն թեմա է սահմանը, մեր հասարակությունը ձեզ լուրջ է վերաբերում ու ձեր ցանկացած գրածին լուրջ է անցալում ձեր ցանկացած գրածը։ Մի արեք այնպես, որ մարդիկ հանիրավի անհանգստանան։ Չկա որևէ անհանգստության առիթ։ Նման հրահան ձեր կողմից Միանշանակ չի եղել։ Հայաստանի Հանրապետության տարածում եք, ասում են դա էլ Ես շնորհակալ եմ։ Սոցիալական բնույթի հարցն է ծառայողների հետ կապված։ Հրապարակում եմ այնպիսի տեսանյութեր,